Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Elroom-ը տեղեկատվական ու մոտիվացիոն հարթակ է on-line տիրույթում։ Մենք փորձում ենք յուրաքանչյուր ասպարեզում ձեզ առաջարկել լուծման ամենամեծ ու ամենալավ տարբերակը։ Այսինքն տեղեկացված լինելը ըստ էության սրանով էլ կարևոր է։ Մյուս կողմից, գիտեք, յուրաքանչյուր հարցում, յուրաքանչյուր թեմայի հետ կապված շատ կարևոր է իսկապես մոտիվացիան։ Դրական էներգիայով երբ շրջապատված մարդկանց հետ ես, նշանակում է շատ ավելի մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ իսկապես կգնա այնպես, ինչպես դու ես ուզում ու անհնարին ոչինչ չի լինի։ Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Եթե ասում ենք Մալայան, ուղղակի Մալայան ազգանունը Հայաստանում վաղուց արդեն նույնանում է ակնաբուժության հետ։ Գիտեք, ակնաբուժության եւ ակնաբուժության հետ կապված խնդիրների դրանց լուծման, որովհետեւ աշխարհում չկա ավելի հեշտ պատկերացնելի բան, քան աչքի հետ, տեսողության հետ, այս աշխարհն ընկալելու հետ կապված խնդիրները եւ դրանց լուծման հետ կապված մարդիկ։ Այս մարդիկ իրականում հրաշագործներ են։ Բոլոր բժիշկները եւ ակնաբուժության հետ մարդիկ ավելի, ինչպես ասում են, տեսանելի է այս հրաշագործ լինելը։ Մալայան միշտ էական է, որ այս ազգանունը կրող յուրաքանչյուր հաջորդ ակնաբուժը կարողանում է նոր հրաշքներ գործել եւ այս հրաշքներով ավելի շատ մարդկանց երջանիկ դարձնել։ Այս պահին ես ուզում եմ մեծ սիրով Elroom-ում նաեւ ձեր անունից ողջունել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էկզիմեր լազերային բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի դասախոս Ելենա Մալայանին։ Դոկտոր, շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունենք Elroom-ում զրուցելու։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Ես գիտեմ, որ չեք սիրում խոսել, դրա փոխարեն միշտ հրաշքներ եք գործում ակնաբուժության այս ասպարեզում, այնուամենայնիվ երևի ամենապարտավորեցնող բանը 7-րդ ակնաբուժը Մալայան ազգանունով Մալայաններից։ Այո, պարտավորվածություն կա իհարկե միանշանակ, քանի որ բացի դրանից, որ դու պետք է շարունակես, ոչ թե պետք է, այլ ցանկություն եղել է շարունակել եւ արդեն այդ ճանապարհն ես ընտրել, գոյություն ունի ինչ-որ սահման, որից ցածր իրավունք չունես լինելու։ Հատկապես, որ նախկինները, մինչ ինձ, այդ մնացած 6 ակնաբուժները իրոք եղել են հայտնի մարդիկ, ներդրել են դպրոց, ներդրել են գիտություն ու ուղղակի իրավունք չունես լինել միջին։ Պիտի լինես գոնե լավագույնը, ես հիմա չեմ խոսում իհարկե իմ մասին, բայց այդ գիտակցությունը միշտ առկա է ու ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե աշխատանքի վայրում փորձում ես անգիտակցորեն արդեն դա գալիս, ենթագիտակցորեն, ոնց իմ հայրը այս իրավիճակում կպահեր իրան, ոնց ինչ մոտեցում կցուցաբերեր, հա, տվյալ պրոբլեմի դեպքում, ինչքանով է ինձ հաջողվել, ես չեմ կարող երևի թե ինքս իմ տեղ ասել, բայց այդ ծանրությունը, այդ բեռը միշտ տանում ես։ Միշտ շատ ընդունված է Մալայան կենտրոնը ինձ համար էլ, հա, շատ տարիներ շարունակ ես կենտրոնում առիթ եմ ունեցել առնչվելու եւ ամեն անգամ երբ առաջին անգամ այսպես ես տեսա Ելենա Մալայանին եւ ուզում եմ այդ տպավորությունն էր, երբ նշում էին դոկտորը եւ այդքան առաջին վիրահատությունները, տասնամյակներ առաջ եւ այլն, այսպես պատկերացնում էինք շատ ծանր եւ երբ տեսա հրաշալի, գեղեցիկ, հմայիչ եւ միևնույն ժամանակ այսքան հանգիստ խնդիրները, հա տպավորությունը, որ այդ բարդ խնդիրները շատ հանգիստ տանող։ Ձեր բնավորության հետ դոկտոր սա կապ ունի, բնավորությամբ այդպիսին եք դուք թե Բնավորությունը ինձ թվում է ամեն ինչում կապ ունի եւ երևի թե բնավորությունը շատ որոշիչ դեր ունի թե աշխատանքի մեջ կայանալու, որովհետեւ բժշկությունը այն մասնագիտությունն է, որ դու ամեն վարքյան շփվում ես մարդկանց հետ։ Թե անձնակազմի մասին է խոսքը, թե այցելուների ու պիտի հասկանաս, պիտի նաեւ հոգեբան որոշ չափով լինես, որ այդ բալանսը պահպանվի եւ ստացվի, որտեվ կարող ես լինել
արտակարգ վիրաբույժ, շատ գիտակ բժիշկ, շատ իրոք խորը գիտելիքներով եւ լավ վիրաբուժությունով բժիշկ, բայց եթե չի ստացվում կոնտակտը մարդկային կոնտակտը այցելուների հետ, շատ դժվար է կառուցել աշխատանքը, չի ստացվում այն ինչ որ պիտի լինի, հա, այդ հոգեհարազատ ընդունել այցելուի խնդիրը կամ նույն այցելուն նույն ձևի մոտենա բժշկին, մեկ-մեկ այցելուները ասում են ոչ միայն ինձ շատ բժիշկներին իհարկե, որ շնորհակալ ենք, որ այսպես ընդունեցիք մեզ։ Միշտ ինձ համար այդ հարցը ասում եմ, ինքս ինձ մեջ մտածել եմ, իսկ ոնց այսպես բնավորության մեջ պիտի լինի այդ կոնտակտ ստեղծելու ունակությունը։ Նաև դրական, դուք շատ նաև այսպես վստահություններ շնչող, հա, շատ դեպքերում ասում են հենց կենտրոնում, որ այդ դժվար պահերին, երբ խնդիրներն ավելի լուրջ են, քան գուցե մարդը ենթադրել է գալիս, այդ ժամանակ միշտ նշում են, որ ձեր դեմքի արտահայտությունը միշտ այսպես հանդարտ դրական, այսինքն չի երևում, որ խնդիրը ըստ էության ավելի լուրջ է, քան պացիենտը մինչև ձեզ դիմելը մտածել է։ Նախ եւ առաջ փորձ է իհարկե, երբ որ նոր է սկսում աշխատել, հիմնականում շեշտը դնում ես քո գիտելիքի վրա, չսխալվեմ, սխալ ախտորոշում չշտապեմ դնել, միշտ կարիք է լինում մեծերի խորհուրդ հարցնելուց, բայց իրոք ոնց որ էփվում ես այդ ամեն ինչի մեջ եւ կամ ստացվում, կամ չի ստացվում, չգիտեմ։ Չէ, դոկտոր, ձեզ 2021 տարի շարունակ միայն այս ոլորտում։ Իրոք չի կարելի ծայրահեղությունների մեջ ընկնել, կան մարդիկ, որոնց հակառակը պետք է մի քիչ ստափեցնել, որտեղ անլուրջ են մոտենում իրանց լուրջ խնդիրին, աչքաթող անելով կամ սենց ու ոնց որ դուք նշեցիք հակառակը, ասենք խնդիրը լուրջ է, բայց զգում ես, որ այդ մարդը շատ փխրուն է, շատ էմոցիոնալ է ու աստիճանաբար պիտի բերես իրան նրան, որ հա, խնդիրը լուրջ է, բայց ունենք լուծումներ, ունենք այս բուժումների տեսակներ եւ այլն։ Շնորհակալ եմ դոկտոր, ըստ էության դուք ամեն օր մտնում եք աշխատանքի, ձեր պապիկի անունը կրող, հա, մեր կենտրոնում, դա արդեն մեր կենտրոնն է, այսպես վաղուց, եւ նաեւ ձեր հայրը Ալեքսանդր Մալայանը, ով եզակի մասնագետներից է եւ կարողանում է փորձը ու իր շրջանում շատ նաեւ գիտական առումով մեծ հաղթանակներ գրանցվեց ակնաբուժության շրջանում եւ այդ փորձը փոխանցում է։ Ինձ անընդհատ թվում է, որ երբ 2001-ին, չէ, էկզիմեր լազերային այդ վիրահատությունները առաջին այս բումը եղավ եւ Ելենա Մալայանի իհարկե դրանից առաջ, բայց այս ընթացքում ձեր այդ վիրահատությունների հաջող ընթացքն ու շարքը դրանից հետո արդեն մի տեսակ ինչ որ բան փոխվեց, այդպես է թե չէ։ Իդեպ ասեմ, որ 2001 թվականին ես նոր ավարտեցի արձինատուրա, այսինքն արդեն ակնաբուժ կոչումը կար, հա, եւ այդ ամբողջ նախորդ 3 տարիները սովորել եմ, շնչել եմ, ապրել եմ այդ հիվանդանոցում, Մալայան հիվանդանոցում եւ կյանքը այնպես ստացվեց, որ առաջի էքսիմեր լազերային սարքը Հայաստան բերվեց Ավագյան կենտրոնի տնօրենության կողմից ու ստացվեց այնպես, որ ես պիտի գնամ այնտեղ աշխատեմ ու ինձ մոտ սենց ոնց, բա հիվանդանոցը։ Ու դա ինձ համար իրոք սենց շոկ էր կարելի ասել, որ ոնց ես ոնց կարամ գնամ ինչ որ օտար տեղ, օտար մարդիկ, օտար ամեն ինչը նոր, ես անփորձ ու դա իրոք ինձ համար շատ դժվար էր հաղթահարել այդ պահը, բայց այդպես է պետք է, հա։ Ու առիթը ուզում եմ օգտագործեմ, շնորհակալություն հայտնեմ Ավագյան կենտրոնի ամբողջ բուժանձնակազմի աշխատակիցներին, որտեղ
շատ ջերմորեն, շատ հարազատ միջավայր դառավ դա իմ համար եւ շատ հուզվում էի, որ ստիպված էի դուրս գալ 2006 թվականին այնտեղից։ Այնտեղ ձեռք բերեցի շատ մտերիմ մարդկանց, որոնց հետ մինչև հիմա առիթը լինելու դեպքում հաճույքով շփվում եմ եւ 2001 թվականին Հայաստանում առաջի անգամ կատարեցինք լազերային վիրահատություններ, ես Լուսինե Գամլետովնան Թամազյան, մենք մինչ այսօրս մտերիմ ընկերներ ենք, էլ իրար հետ աշխատում ենք, արդեն նաեւ ընտանեկան ընկերություն ձևավորվեց ու շատ իրոք շնորհակալ եմ կյանքից, Աստծուց, որ այդպես սկսվեց իմ ակնաբուժական փորձը եւ դա երևի միակ ասպարեզն էր, որտեղ հայրս ինձ ուսուցիչ չէր, որովհետև այստեղ այդ վիրահատությունները պրոստը չէր արվում Հայաստանում, մենք սովորացրեցին մեզ ինձ ու Լուսինե Գամլետովնային Խոջաբեկյան Նարինե Վլադիմիրովնան, իրանից էլ են անսահման շնորհակալ։ Սա շատ մեծ կյանքի դպրոց էր եւ գիտեք, սենց այցելուին նայում ենք, հետազոտում ենք ու ինքս ինձ մեջ մտածում եմ, բա որ այս խնդիրը բաց թողեցի, բա որ ու բնականաբար այդ ժամանակ դիմում էի արդեն մեր Ալայան հիվանդանոցի կարիֆեիներին, փորձառու մասնագետներին, այսենց շատ սինխրոն, շատ բալանսավորված աշխատանք ստացվեց եւ ստացվեց այն, ինչ որ ստացվեց, որ այսօրվա դրությամբ լազերային, էքսիմեր լազերային ծառայությունը Հայաստանում ոչ մի բանով չի զիջում, դրսի բարձր, որը այդ ծառայությանը բնականաբար կատարելագործումը, թե սարքավորումը, թե մենք բժիշկները եւ չկա վիրահատություն, որը որ աշխարհում արվում է, բայց Հայաստանում չի արվում։ Շնորհակալ եմ դոկտոր, իրականում սա երևի հիմա այսպես սովորական, բայց երբ այսպես հետահայաց մենք նայում ենք, ասում ենք, այսպիսի հայտնագործություններ, առաջին վիրահատությունները չեն որ տասնամյակներ առաջ, ըստ էության հենց ձեր այդ սերունդը դուք Լուսինե Գամլետովնան Թամազյանը, այսինքն մի հեղափոխություն ակնաբուժության մեջ, չէ՞, հենց այս սերունդը, այս մասնագետները կատարեցին, այդպես էր ստացվում այն առումով, որ չկար Հայաստանում սարքավորումը չկար եւ մարդիկ գնում էին դուրս Ռուսաստան կամ որտեղ որ արվում էր արդեն այդ վիրահատությունները փորձառու բժիշկների մոտ ու հենց չգիտեմ ասած այդ ուղղությունը, այդ ճյուղը ակնաբուժության, որից հետո արդեն գնաց նաև կերատոկոնուսի նոր բուժումներ կիրառելու Հայաստանում, այո, հայրս լինելով անելով մնացած բոլոր բարդ վիրահատությունները Հայաստանում առաջի անգամ իր ձեռքով էր արված, այդ ասպարեզի մեջ, այո, անհամեստ կհնչի, բայց իրոք արվել է։ Բայց սա հենց այ մենք ասում ենք այդ գենետիկ, շարունակություն, հենց սա էլ է, չէ, հպարտանալու բան, ոչ միայն ազգանունը, այլ նաև երբ դու որպես մասնագետ դու ես այդ ազգանվանը մի եւս մեկ, հազարավոր, ինչպես ասում են, շնորհակալություններին ու դափնիներին եւս մեկը ավելացնում, չէ։ Սա էլ է տակշքիր մի բան։ Նաև Փաստորեն շարունակությունն են, ձեր աղջիկը նույնպես ակնաբուժ է։ Հիմա ինքը նոր մտնում է այդ արդեն լուրջ ակնաբուժության ճանապարհով, արտենատուրան ավարտեց ու ես հասկանում եմ, որ շատ դժվար գործ է սովորացնել։ Բավականին դժվար է դա եւ ամեն մարդ չի, որ կարողանում է ճիշտ սովորացնել, հա։ Հատկապես երբ որ գործ ունես հարազատ արունակիցի հետ, այնքան երանգներ, այնքան ներբություններ է դուրս գալի առօրյայի ընթացքում, որ համ դու ես լարվում, համ քո երեխան կամ քո ծնողն է լարվում ու վախը առաջանում, որ բա որ սխալ մատուցեմ, սխալ սովորացնեմ, երևի թե ինքը իր կողմից արդեն
իմ կողմից մոռացված այդ էտապը իր մոտ նոր է սկսվում, որ հեշտ չի հարազատի հետ, հատկապես վիրաբուժություն սովորացնել։ Գիտեք ինչ բա, դու ուզում ես, որ քո հարազատը լինի միշտ լավը, միշտ ճիշտ, միշտ գրագետ, միշտ փայլի, հա, հասկանում ես, որ դա հնարավոր չի, որտեվ մարդ է իր սխալներով, բայց այդ պահանջը ծնողական եւ մասնագիտական դու միշտ քո հարազատից ավելի ես պահանջում, քան էլի կադրեր ես աճացնում, էլի ուրիշ բժիշկներն ես սովորացնում, բայց քոնից պահանջը շատ է։ Ու ես հիշում եմ, որ ես նոր էի սկսել պապայի հետ աշխատել, ինձ վրա զայրանում էր, ես էլ գալիս էի տուն, ասում էի, պապա, բայց նույն սխալը մեկ ուրիշն է անում, իր վրա տենց չէ չվայնանում, ու հիմա ես դա հասկանում եմ ինչի է դա տենց, որովհետև այո, ուզում ես, որ քո երեխեն, քո հարազատը հանգարց հիվանդը չդժգոհի քո հարազատից, այդ դժվար է ու այդ էմոցիաները չպետք է խանգարի ուսման process-ին ու ասենց պետք է փորձես շատ կայուն մակարդակի վրա լինես էմոցիոնալ տեսակետից, հա, չպորտկումներ չլինի, փորձենք։ Էմոցիոնալ, բայց այսպես հետաքրքիր, շատ հաճելի ջերմ ու շատ կանացի, էմոցիոնալ մարդ է ըստ էության, եւ այս մասնագիտությունը, հա, դրանք տպավորություն է սկզբից, որ իրար հետ այնքան էլ ներդաշնակ չեն։ Էմոցիոնալ մարդիկ ինձ թվում է ավելի հասանելի են մարդկանց համար։ Այսինքն, երբ որ դու ասես ինչ որ շատ խիստ դիրքով ես ու ինչ որ կոպիտ բառը չեմ ուզում, ինչ որ դերի մեջ ես մտնում, շփումը շատ դժվար է դառնում, դժվարանում է։ Ինձ թվում է ուղղակի պիտի լինես այն ինչ որ կաս։ Այսինքն ինչ որ, չգիտեմ, սպասես, տեղ սենց ինձ պահեմ, որ չգիտեմ ինչ չլինի, այդ չպետք է լինի։ Ցանկացած մարդկային հարաբերությունների մեջ, իսկ բժշկությունը դա այն գործն է, այն աշխատանքի ոճն է, որ դու ամբողջ օրը շփվում ես մարդկանց հետ, որոնք ունեն խնդիր։ Այսինքն նրանք լիարժեք առողջ չեն։ Դա չի ստացվի հասկանալ այցելուին, եթե դու սենց շատ չգիտեմ, ես կարծում եմ հակառակը էմոցիոնալ լինելը շատ օգնում է։ Խոսքը գնում է էմոցիոնալ ընկալման, ոչ թե քո ռեակցիաներից, հա։ Էս ինչ ես արել, ինչի դեղը չես կաթացրել օրինակ, կամ չգիտեմ, հələ մի րոպե դու խես դա ուրիշ էմոցիոնալ, ես ավելի շատ խոսում եմ այ մտնես այդ մարդու պրոբլեմի իր, որտեվ այսօրվա դրությամբ մենք նաև շատ հաճախ հանդիպում ենք սոցիալական խնդիրներ։ Երեխա է, երիտասարդ է, իմ գործը, ասենք, ավելի շատ շփում ունեմ երիտասարդների հետ, երիտասարդ է, ունի խնդիր առողջական, ունի նաև սոցիալական խնդիր ու պիտի փորձես հասկանալ, որպեսզի ճիշտ բառեր գտնես, նուրբ աշխատանք է մենիչը, բայց էմոցիոնալ լինելը ինձ թվում է միայն օգնում է հակառակ։ Երկու առումով նաև նուրբ աշխատանքը եւ աչքի հետ կապված է նուրբ, չէ, բայց գիտեք, շատ դեպքերում, եթե աշխատանքը այդպես շատ, այսինքն պատասխանատվությունը բնականաբար, հա, բժշկի շատ է, այստեղ շատ հաճախ ոչ բոլոր բժիշկներն են, որ նաև այդ նրբանկատ, հա, այնպես անեն, որպեսզի իրավիճակի մեջ մտնեն, մի քիչ հասկանան, մի քիչ ցավեցնող բառ չասեն, այդպես։ Երևի դրանով է տարբերվում այսքան սիրված, նաև սիրված լինելը։ Եվ ըստ էության երկու տարբեր մարդիկ են, հա, կնոջ մեջ, միշտ այդպես է տանը կամ աշխատանքի վայրում ու աշխատանքից դուրս։ Միշտ խնամված, միշտ գեղեցիկ, սիրված, այսպես միջավայրի համար նաև հաճելի։ Գիտեք, անկախ քեզանից պիտի այդ ամեն ինչը լինի։ Այսինքն չկա ինչ որ, հա, սահմանված
օրենքներ, որով շարժվում ես ու կոմոդ դա ստացվում է։ Բնականաբար բժիշկի կայանալու ճանապարհը արագ չի լինում, հա, մինչև դառնում ես փորձառու արդեն կայացած բժիշկ, դու ունենում ես արդեն մեծացած երեխաներ եւ իրանց ընտանիքները արդեն կողք ավելանում, ուզեմ ասեմ, որ հա, կան շրջաններ կյանքում, երբ որ ինչ որ մի բան տուժում է։ Երբ որ նորից դա ավարտում, նորից սկսում աշխատել, որպես օրենք երեխաները դեռ փոքր են, քո կարիքը ավելի շատ ունեն, ծնողական ժողով, չգիտեմ, այս համազգեստը, այն հանդեսը, նոր տարի եւ այլն, եւ իհարկե այդ ժամանակահատվածում քո աշխատանքի մեջ կայանալու process-ը մի քիչ գալիս է երկրորդ պլան, առաջնահերթ երեխային ես տալիս քո հիմնական ժամանակը։ Ստեղ իհարկե առանց ընտանիքի օգնության, առանց ընտանեկան ջերմ հարաբերությունների էլի շատ դժվար է այդ ամեն ինչը կազմակերպել, հասցնել, անել։ Երբ որ երեխաները որոշ չափով մեծանում են, արդեն դառնում են ավելի ինքնուրույն, այդ ժամանակ ավելի շատ ժամանակ հատկացնում ես աշխատանքին, չգիտեմ, գիտությանը, այս մի վերապատրաստում են, եթե սիրում ես, հասցնում ես։ Եթե սիրում ես, հասցնում ես, սա կարևոր է։ Բոլորի մոտ է այդպես, ցանկության դեպքում կարող ես ամեն ինչն էլ հասցնել, ինչ որ հատուկ բան դրա համար օրը գիտի, հա, մի օր պլանավորածը ստացվում է, մի օր չի ստացվում, բայց ի վերջո ցանկության դեպքում ամեն ինչ ցանկության դեպքում, այո, ամեն ինչ, այսինքն ըստ էության հանգստի երևի ազատ ժամանակ ասված ավելի քիչ է լինում, բայց մի գործով մյուսը փոխարինելը կարելի է ասել, կարծում եմ ոնց որ բոլորի մոտ էլ, տենց էլ բժիշկների մոտ բնական ազատ ժամանակ ունենում ենք, Այդ այդ օրը ինչ կուզես, ոնց կուզես ծախսել այդ ազատ ժամանակը։ Նախասիրություններ, որ ունեք, որ սիրում եք այդ ժամանակը հենց։ Ամեն ինչից էլ փորձում եմ հաճույք ստանալ, նույն ընկերների հետ շփվելուց, նույն ընտանիքի հետ շփվելուց։ Հենց որ ասեմ հատուկ էս է իմ հանգստանալու ոճը չէ, որ կա ուզում ես ոչինչ չանես, ուղղակի նստես բասկաթոռին ու թեկուզ չգիտեմ ինչ որ մի հատ հենց անլուրջ ֆիլմ դիտես այո կտրվես, դոկտոր, ես ուզում եմ հասկանալ, հասցնում եք կամ խոհանոցում լինել, ես չգիտեմ ոնց ասեմ, դուք նշում եք երեխաները մեծ են, որևէ մեկը չի պատկերացնի, միայն նրանք ովքեր ձեզ այդ անմիջական շփում ունեն, ջերմ հարաբերություններ, որ նաև թոռնիկներ ունեք դուք, այո, թոռնիկներ։ Արդեն իրանցով եմ հպարտանում։ Ես իհարկե հպարտանում եմ, բայց մտածում եմ, որ իրականում հիմա երբ ես ասում եմ, շատերն ինձ չեն հավատա, փաստորեն հնարավոր է։ Այո, էլի կրկնեմ, եթե սիրում ես, հաճույքով ես անում, ամեն ինչ կարող ես հասցնել։ Խոհանոցի իրականից շատ եմ սիրում պատրաստել եւ չգիտեմ ստացվում է թե ոչ, բայց շատ եմ սիրել ու հիմա էլ եմ սիրում ուղղակի իրոք, քանի որ թորնիկների տեր եմ արդեն, մի քիչ այդ ազատ ժամանակը, որ առաջ ես տրամադրում էի շատ մեծ հաճույքով ընկերների հետ, ուղղակի առանց ոչ մի առիթի հավաքվել, ինչ որ մի հետաքրքիր բան սարքել ու սենց վայելել, հա, այդ ազատությունը, այդ օրվա իրոք սիրում եմ սարքել, երբ որ գիտեմ, որ երեխեքը պիտի գան մեր տուն, առաջինը ինչա մտքովս անցնում, ինչ սարքեմ, որ ու չեմ հոգնում եմ իհարկե, բայց հոգեպես շատ այն ճնշվածությունը չեմ ունենում, վայ, պետք է մտնեմ խոհանոց, վայ, պետք է ինչ-որ մի բան սարքեմ։ Եթե այդ տրամադրությունով եմ լինում, ավելի լավ ոչինչ չսարքեմ այդ օրը կամ չգիտեմ։ Պարկաստու այսօրվա դրությամբ Հայաստանում կարելի է ինչ-որ միտեղ ճաշել, այո, դրա։ Բայց այդ տրամադրությամբ որևէ բան չի կարելի անել, հա։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ տրամադրությունը, եթե չես ուզում
կան բաներ, որը չես ուզում, բայց պիտի անես։ Այո։ Բայց այդ հատվածը, հա, ոնց որ խոհանոցը դա կնոջ, չգիտեմ, նույնիսկ հանգստանալու վայրն է։ Երևի թե որտեվ Տեսակ այսպիսի ձևակերպում դուք երբեք չէիք լսել։ Շատ ենք, չգիտեմ, ինձ մոտ որ օրինական երևիս է գալիս կամ թեկուզ քույրիկս կապ չունի ով, մենք նախընտրում ենք խոհանոցում նստել, բաժակ սուրճը խմել, ընդ մի տեսակ հարմարավետ է այդ տերիտորիան, ահա։ Տրամադրությունը չէ, պիտի իհարկե հաճույքով մոտենաս գործին։ Գործին։ Ես Ցանկացած գործին Այո։ Սա էլ է մարդու բնավորության ու տեսակի, հա, երբ ասում ենք ինչպես է դժվար է հասցնում եք, նույնիսկ ամենա այդ ձերս բազմազ բախ, հա, տարբեր ուղղություններով այս զբաղվածության մեջ Ելենա Մալայանը չի նշում, որ այո, իհարկե դժվար է մի կերպ, Ուրիշը հոգնել բառը չեմ սիրում, արտահայտել, արտասանել։ Հա, փաստորեն չեք սիրում եւ Եթե ես հոգնած եմ, ուրեմն ես ավելի լավ է ոչ մեկի հետ չշփվեմ այդ օրը, որ մարդիկ չզգան, որ ես հոգնած եմ ու ինչ որ պարտադրողական քայլեր եմ անում կամ խոսքեր եմ ասում, չգիտեմ, չեմ սիրում այդ բառը։ Օգնել բառը, ես պիտի փորձեմ սա օրինակ ընդօրինակել, շատ կարևոր է, որտեվ բառը ասում ես, կարծես ավելի դու ինքդ քեզ այդ վիճակի մեջ ես դնում, չէ՞։ Սաղ շուրջ այդ վայ հոգնել ես, սենց այդ չեմ սիրում այդ Այո։ բառերը իրոք չեմ սիրում։ Երբ մենք սկզբում ասում ենք, հա, դրական մոտիվացիոն, սրա մասին է խոսքը, գիտեք, երբ ասում ենք, որ այսօր, բայց այսքան վիրահատությունից հետո, այսքան զբաղվածությունից եւ այլն հոգնել, եթե բժիշկը այդ հոգնել այդ բառը չի սիրում կամ այդ ժամանակ դրա վրա չի շեշտադրում, այդ դրականը տարածում է իր շուրջը, եթե կինը, այսինքն դրսում արդեն իր ընտանիքում։ Բացասական ֆլուիդները, հա, իրանք շատ ավելի երևի արագ են տարածվում, քան դրականը։ Եթե բացասականա պիտի աշխատես, որ դա ոչ ոք չնկատի, ամեն դեպքում ոչինչ դրանից չի փոխվի, քո հոգնածությունը ոչ միտեղ չի կորի, բայց քո կողքի մարդիկ սենց մի տեսակ կմտահոգվեն, վայ, այս ինչի է սենց հոգնած։ Դե գործ է հոգնում ես բնականաբար ցանկացած աշխատող մարդ, կին, տղամարդ հոգնում է, բայց չի դա սենց, չգիտեմ, չեմ սիրում։ Ես շատ շնորհակալ եմ դոկտոր, իրականում շատ հաճելի է, այնքան ձեզ շատ հաճախ չի, որ հնարավոր է, հա, լսել տարբեր, այսինքն մենք լսում ենք հրաշալի տեսանյութեր, ռեպորտաժներ նոր վիրահատությունների, հաղթանակների մասին, բայց իրականում ինձ միշտ թվացել է, որ մանավանդ վիրաբուժությունը, հա, մարդու այդ բնավորության հետ, տեսակի հետ, որոշումներին, խնդիրներին նայելու հետ շատ կապ ունի, ու Ելենա Մալայանի հետ զրույցից հետո ես կարծում եմ, որ իմ տեսակետը հաստատվում է ամենայն դեպս իմ ներսում, իրականում կապ ունի, ես շատ շնորհակալ եմ։ Ես ուզում եմ, որ միշտ այսքան շատ իրոք սենց անմիջական ու իրոք ուղղակի զրույց ստացվեց։ Ձեր շուրջը մարդիկ իրենց երջանիկ են զգում, իսկ դա շատ կարևոր բան է մարդու համար ու բժշկի։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզանից եմ շնորհակալ։ Առողջ եղեք։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, առողջ եղեք, ասում է բժիշկը դոկտոր Ելենա Մալայանը, իսկ եթե խնդիրներ ունեք մեր հեռախոսահամարը, որով ոչ ուղիղ իհարկե, բայց կարելի է այդ խնդիրները լուծել կապվելով Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էկզեմեր լազերային բաժանմունքի հետ, այսինքն անձնակազմի հետ եւ կարող եք այս համարներով զանգահարել խնդիրները լուծել։ Գիտեք, իրականում շատ կարեւոր է, երբ մարդը ինքը իր տեսակով տարածում է իր շուրջը դրական էներգիա։ Երբ հասկանում է, որ իմաստ չունի խնդիրներին մի քիչ ավելի բարդ տեսանկյունից նայելը կամ դրանք բարդ ներկայացնելը, որովհետեւ այս աշխարհում անհնարին ոչինչ չկա, եթե դու կարողանում ես փիլիսոփայորեն ու պրոֆեսիոնալ այսպիսի բարձունքից նայել։
Ինձ համար շատ հաճելի էր, վստահ եմ ձեզ համար նույնպես, որովհետև մարդը պրոֆեսիոնալը ու կինը, որ կարողանում է աշխարհին այս տեսանկյունից նայել, ընդհանրապես այս աշխարհում բարությունն է ավելացնում։ Իսկ սրանով է, որ մեզ համար պիտի ավելի հարմարավետ դարձնենք մեր կյանքի ժամանակը ու աշխարհը։ Մեր Էլ-Ռումում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էկզիմեր լազերային բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, իհարկե ուղղությունները, կոչումները շատ երկար կարելի է տալ, բայց ուղղակի բոլորի համար, բուժառուների համար իսկապես շատ սիրելի եւ հարազատների համար շատ ջերմ, տարբերվող մեր սիրելի Ելենա Մալայանը։ Այս ազգանունը իրականում Հայաստանում միշտ ակնաբուժության ու ակնաբուժության հաղթանակների հետ է կապվել եւ ես այսօր մեկ անգամ եւս ավելի հպարտությամբ լցվեցի, որտեղ պրոֆեսիոնալ դաշտի հաղթանակները մի քիչ ուրիշ, բայց որ նաեւ ապրելով կարելի է հաղթել, սա արդեն հենց այս գերդաստանների առանձնահատկությունն է։ Ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուր օրվա մեջ մենք կարողանանք իսկապես դրականը տեսնել ու կարողանանք լսել մեկ կամ մի քանի արտահայտություն այսպիսի պրոֆեսիոնալ ու դրական մարդկանցից։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։